Ելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Եվրոպական միության նախագահան, Եվրոպական միության խորհրդի կոնկրետ նախագահան, երկու նախագահ ունեն Եվրոպական միությունում, այս պահի դրությամբ գտնվում է Ադրբեջանում, որտեղ որ այցով է եւ կարևոր այնտեղ հայտարարություններ են արվել եւ հանդիպումներ է տեղի ունեցել Իլհամ Ալիևի հետ եւ ես համարում եմ շատ կարևոր, որ մենք այսօր ձեր հետ միասին մանրամասն ուսումնասիրենք, թե ինչ են քննարկել Եվրոպական միությունը եւ Ադրբեջանը, ինչ հայտարարություններ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այդ թվում Հայաստանի մասին, եւ դա իհարկե մեզ շատ կարևոր ձևով վերաբերվում է այս բոլոր զարգացումները։ Համարում եմ, որ այսօրվա թեման շատ կարևոր է եւ ուստի շատ հետաքրքիր կլինի, համոզված եմ։ Ուրեմն, Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստվում է 10 միլիարդ խորանարդ մետրո աճեցնել գազի արտադրությունը մոտակա 2-3 տարվա ընթացքում եւ դա պետք է տեղի ունենա ուրեմն կոնկրետ նոր գազի ենթակառուցվածքների ձևավորման եւ ավելի խորքային գազի հանքավայրերի զարգացման ուղղությամբ ուրեմն ջրի տակ Կասպիաց ծովում նկատի ունի իհարկե եւ զուգահեռ դրա խոսել են նաև հարավային գազի միջանցքի ուղղությամբ նաև զարգացման մասին եւ ասում են, որ Աբշերոն այդ հանքավայրի զարգացման զուգահեռ Ումիդի երկրորդ եւ Շախդենիզի նոր նաև ծրագրերի միջոցով ընդհանուր առումով Ադրբեջանը նախատեսում է 10-15 միլիարդ խորանարդ մետրով աճեցնել իր գազի արտադրությունը։ 2025 թվականին Ադրբեջանը ընդհանուր առումով 51.5 միլիարդ խորանարդ մետր գազ է արտադրել, ինչը 2.4% ավելի շատ էր, քան նախորդ տարի, եւ հարավային գազի միջանցքով այդպիսի ծրագիր կա 16 Եվրոպական միության 16 եվրոպական պետություն է մատակարարվում, որից 10 Եվրոպական միության անդամ պետություններն են եւ ստանում են ադրբեջանական գազ, սոկառի տվյալներով 2025 թվականին միայն Եվրոպական միություն կոնկրետ արտահանվել է 12.8 միլիարդ խորանարդ մետր գազ։ Նաև կարևոր է ասել, որ ամենագլխավոր մատակարարողներ դեպի, ուրեմն այդ պետություններ մատակարարվում է դեպի Իտալիա, դեպի ուրեմն Հունաստան եւ Բուլղարիա, բայց նաև 2026 թվականի հունվարի դրությամբ Սոկառը սկսել է գազի մատակարարումներ դեպի Գերմանիա, Ավստրիա, ՏԱՊ-ի միջոցով նաև աճել է 1.2 միլիարդ խորանարդ մետրի ուղղությամբ հնարավորությունը մատակարարել էլ ավելի մեծ գազ, որը տվել է հնարավորություն, որ դեպի Գերմանիա եւ դեպի Ավստրիա արտահանեն 1.5 միլիարդ խորանարդ մետր դեպի Գերմանիա եւ 1 միլիարդ խորանարդ մետր դեպի Ավստրիա ընդհանուր առումով։ Ադրբեջանը նաև նպատակ ունի, որ ընդլայնի ՏԱՆԱՊ եւ ՏԱՊ այդ ուրեմն գազատարների հնարավորությունները։ Զուգահեռ դրան նաև պետք է ասել, որ հետաքրքիր է այն, որ ընդհանուր առումով աճել է գազի մատակարարումները Ադրբեջանից եւ հիմա արդեն նպատակ ունեն կողմերը, որ 12.8 միլիարդ խորանարդ մետրից այս տարի, ավելի ճիշտ 25 տարի նկատի ունեմ, 2025-ը 2027-ի համար հասնեն արդեն 20 միլիարդ խորանարդ մետրի եւ դրա համար պետք է մեծ ներդրումներ նաեւ կոնկրետ Աբշերոնի նոր ուրեմն այդ հանքավայրը կարող է ապահովել եւս 6 միլիարդ խորանարդ մետր, բայց պետք է նոր ներդրումներ այդ ուղղությամբ։ Այսինքն Ադրբեջանը փորձում է իրականում Եվրոպական միությունից ստանալ ավելի շատ ֆինանսական աջակցություն նրա համար, որ աճեցնի իր ներդրումային հնարավորությունները եւ քաղաքականությունը։ Բացի դրանից պետք է ասել, որ ուրեմն 2032 թվականի համար Ադրբեջանը պլանավորում է 6-8 գիգավատ ուրեմն հոսանք արտադրել վերականգնողական միայն աղբյուրներից։ Այդ նպատակով Ադրբեջանը շարժվում է կանաչ էներգետիկայի ուղղությամբ եւ ստորագրվում են նաեւ փաստաթղթեր այդ ուղղությամբ, ասում է Իլհամ Ալիևը։ Կոնկրետ այդ ուղղությամբ նաև կարևոր է նշել, որ արևային էլեկտրոկայան Գառադագ է զարգանում, որը ունի ուրեմն 230 մեգավատ/ժամ հնարավորություն եւ նաեւ Քամու էլեկտրոկայան Խիզի Աբշերոն, որը ունի 240 մեգավատ/ժամ հնարավորություն։
եւ ընդհանուր առումով հնարավորություն ունի մինչեւ 1 միլիարդ կիլովատ ժամ արտադրի, ինչը կտա հնարավորություն, որ Ադրբեջանը խնայի 220 միլիոն խորանարդ մետր գազ եւ նաև կնվազեցնի իր CO2 ուրեմն այդ վնասակար տնտեսության եւ իհարկե բնապահպանողական ուղղությամբ նկատի ունեմ ուրեմն ազդեցությունը մոտավորապես 400,000 տոննայով ավելի պակաս 2025 թվականին երկու էլեկտրոկայան է ըստ Ադրբեջանի մտե արդեն ուժի մեջ եւ գործում եւ մոտակա տարիների ընթացքում նաեւ պլանավորված է արևային էլեկտրոկայան ձևավորել Բիլյասուվարում ընդհանուր առումով Ադրբեջանի հնարավորությունները քամու եւ արևային էներգետիկայի ուղղությունով 200 գիգավատ է, իսկ Կասպիած ծովի ուղղությամբ օֆշորային ռեսուրսը այդտեղից 157 է կոնկրետ, նկատի ունեմ այդ թվում կոնկրետ այդտեղ հենց քամու էլեկտրոկայանները մեծ դեր կարող են ունենալ Կասպից ծովում այդ քամին այնպես էլ գործում է, իսկ Ադրբեջանում նաև արևային հնարավորություններ կա, ինչպես նաև Հայաստանում, մենք ձեր հետ միասին դա շատ լավ գիտենք։ Բացի դրանից տնտեսության նախարարը հայտարարում է, որ 2020 թվականի 30 թվականի համար նաև նախատեսված է 6 գիգավատ նոր հնարավորություններ, իսկ 2032 թվականի համար մինչև 8 գիգավատ հնարավորություններ։ Զուգահեռ դրա Ադրբեջանը նաև քննարկում է իր գործընկերների հետ Ղազախստանից եւ Ուզբեկստանից, եվրոպական նաև գործընկերների հետ Տրանսկասպիաց այսպիսի կանաչ էներգետիկ միջանցք ծրագիրը, որը պետք է ուրեմն հոսանքի մալուխի միջոցով կապի Կասպի ծովը եւ Սև ծովը իրար հետ եւ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա նաև ապահովի էներգետիկ մատակարարումները, Ասիական զարգացման բանկը ֆինանսավորում է սրա նախապատրաստողական գործողությունները, ծրագրի մեջ մասնակցում են նաև Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան եւ Հունգարիան, այդ էներգետիկ մալուխի մասին մենք ձեր հետ նաև խոսել էինք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև խոսել է ուրեմն խաղաղության օրակարգի մասին Հայաստանի հետ ասուլիսի ժամանակ եւ ասել է իր այցի ժամանակ Աստանա 2025 թվականի հոկտեմբերի 21-ին, որ չեղարկում են բոլոր սահմանափակումները դեպի մատակարարումներ դեպի Հայաստան եւ գիտեք, սա առաջի մատակարարումները տեղի են ունենել Ցորենի եւ այստեղ Ալիևը ասում է, որ խաղաղությունը ոչ թե միայն թղթի վրա է, այլ նաև հիմա իրականություն է եւ դա հետաքրքիր էր նաև այդ իր ասուլիսի ժամանակ Անտոնիո Կոշտայի հետ Ալիևը նշեց, որ 7 ամիս է խաղաղություն կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ նավթամթերքի մատակարարումները արդեն տեղի ունեցել Ադրբեջանից Հայաստան նաև երրորդ պետություններից մատակարարումներ թույլ է տվել Ադրբեջանը իր տարածքով եւ դա ցույց է տալիս նաև խաղաղության, ոչ միայն խաղաղության օրակարգը ասում է, այլ նաև տնտեսական կապերի զարգացման օրակարգը Հարավային Կովկասում։ Երկաթուղու ենթակառուցվածքները եւ միջին միջանցքը, դրա մասին էլ է խոսել, կոնկրետ ասել է, որ երկաթուղին Հորադիս Ագբենդ ուղղությամբ Ադրբեջանը շինարարությունը ակտիվորեն զարգացնում է, բացի դրանից ըստ իրեն դա կլինի ուրեմն այդ ճանապարհի լոգիստիկ մարշրուտի թրիփի մաս եւ բովանդակություն, նաև իրանց նախարարն է խոսել կոնկրետ ճանապարհների ուղղության պատասխանատու Ռաշադ Նաբիևը ասել է, որ 200 կիլոմետրանոց ուրեմն այդ հատվածը երկաթուղու շինարարությունը փաստացի պատրաստ է եւ 2026 թվականին արդեն պատրաստ կլինի եւ ամբողջ այդ գիծը կապահովի 15 միլիոն տոննա բեռների փոխադրում այդ ուղղությամբ, զուգահեռ դրա վերականգնվում է հիմա ասում է երկաթուղի Նախճեվանի ուղղությունով, որտեղ որ կարելի ասել արդեն գործողությունները ակտիվ փուլում են եւ դա կստեղծի նոր հուսալի այսպիսի կապ Եվրոպայի եւ Ասիայի միջև, ասում է նաեւ Ադրբեջանի նախարարը։ Հետաքրքիր է այստեղ նաև խոսում ենք նրա մասին, որ միջին միջանցքով աճել է բեռնափոխադրումները ըստ 2025 թվականի 11 ամսվա դրությամբ լուրջ աճել է 350 բլոկ ուրեմն
350 միավոր է անցել Ադրբեջանի տարածքով կոնկրետ Չինաստանից եւ այդտեղ 34%-անոց աճ կա, իսկ զուգահեռ դրա TEU այդ ցուցանիշը միավոր կա նաև կոնկրետ բեռնափոխադրումների 234,000 TEU է անցել Ադրբեջանի տարածքով Չինաստանից եւ դա 18%-անոց նաև աճ է, ինչը արդեն միջին միջանցք ծրագրի աճի մասին է խոսում, հա, եւ այս 18%-ը այո, շատ լավ ցուցանիշ է ընդհանուր առումով, ցույց է տալի իրոք, որ աճը տեղի է ունենում միջին միջանցքում։ Եվրոպական միությունը կարևոր գնահատականներ է տվել, ասել է, որ Ադրբեջանին ընկալում է ինչպես կարևոր գործընկեր եւ կոնկրետ Անտոնիո Կոշտան օգտագործել է նաեւ այսպիսի հատուկ բառապաշար, որը նշանակում է ուրեմն ինչ որ առումով բանալի կարելի է թարգմանել key, հենց այսպես էլ հնչում է key partner, որը կարելի է կարևոր գործընկեր թարգմանել երևի հայերենով ավելի ճիշտ կլինի այսպես եւ ընդգծել է, որ եվրոպական ներդրումները նպատակ ունեն Ադրբեջանում ապահովեն կանաչ էներգետիկայի վրա անցումը, որը կտա հնարավորություններ, որ ել ավելի շատ գազ արտահանի Ադրբեջանը դեպի Եվրոպական միություն եւ որ դա կարեւոր է Եվրոպական միության ուրեմն էներգետիկա անվտանգության զուգահեռ այն իրավիճակում, երբ ռուսական գազից Եվրոպական միությունը հրաժարվել է, զուգահեռ դրա խոսվել է ռազմավարական նշանակության մասին Բաքու Նախճեվան ուրեմն երկաթուղու եւ կապի ապահովման եւ միջին միջանցքի նաեւ ապահովման ուղղությամբ։ Euronews-ը նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանը ընդգծել է, որ աճեցնում է նաև իր մատակարարումները կոնկրետ գազի դեպի Եվրոպական միության պետություններ եւ այդ ուղղությամբ նաև քայլեր են լինելու։ Անկախ նաև վերլուծաբանները հայտարարում են, որ մեծ ներդրումներ է պետք Ադրբեջանին, որ ինքը կարողանա ապահովել այդ գազի մատակարարումների աճեցումը, այդ թվում Աբշերոնի ծրագրի երկրորդ փուլը, այդ թվում տապ-տանապ գազատարների ուրեմն ընդլայնումը եւ նոր էներգետիկ հնարավորությունների զարգացումը եւ այստեղից կարելի է հարգելի հեղինակիցներ արդեն ասել այսպիսի գնահատական տալ, որ առաջերտին Ադրբեջանը պատրաստվում է գազի արտադրության աճի համար, այսօրվա 51 միլիարդ խորանարդ մետրից մոտավորապես 10-15 միլիարդ խորանարդ մետրի ուղղությամբ եւ Եվրոպական միությունից ակնկալում է մեծ ներդրումներ այս ուղղությունով, ուստի Ադրբեջանը հետաքրքրված է Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացումով եւ խորացումով, ինչը Հայաստանի համար շատ ձեռնտու է, որովհետեւ դա դարձնում է ուրեմն Ադրբեջանին շատ ավելի լավ այսպիսի կանխատեսելի եւ հասկանալի պետություն հարաբերություններում եւ Ադրբեջանը իզուր չէ այստեղ հարգելի անկցներ, որ ասում է Հայաստանի հետ խաղաղություն ունենք եւ մենք սպասում ենք ձեր ներդրումները, ձեր հետ համագործակցությունը։ Տեսեք, Ադրբեջանը հասկացել է, որ հիմա այս իրավիճակում, երբ Ռուսաստանի դեմ այսպիսի պատժամիջոցներ են եւ Ռուսաստանի գազի արտահանում չկա, Ադրբեջանը կարող է ոչ միայն ինքը իր մատակարարումները ապահովել, այլ նաեւ Կենտրոնական Ասիայից ստանալ նոր մատակարարումներ եւ դա ապահովել դեպի Եվրոպական միություն, բայց դա չի կարող անել Ադրբեջանը առանց Եվրոպական միության հետ լավ հարաբերությունների, որը անհնար է, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, եթե Ադրբեջանը սրի հարաբերությունները Հայաստանի հետ, եւ այդ պատճառով Եվրոպական միությունը այստեղ մի կողմից դիտորդական առաքելության միջոցով սահմանում վերահսկում է խաղաղություն, այլև ասում է վերջ, խաղաղությունը ամեն ինչ լավ է եւ այլն, համ Վաշինգտոնի արչև ունի այդ պատասխանատվությունը Ալիևի հետ, Ալիևը Թրամփի հետ, համ էլ Բրյուսելի հանդեպ, որ Բրյուսելը այստեղ ֆինանսական ներդրումներ անի եւ գնի այդ գազը, որը թանկ գնով վաճառվում է Եվրոպայում, Եվրոմիության 10 պետությունում եւ հաշվի առնելով դա պատժամիջոցներ եթե լինեին Ադրբեջանի դեմ, ապա ադրբեջանական տնտեսությունը աննկարագրելի խնդիրներ կունենար։ Ուստի Ադրբեջանը հիմա ճիշտ հաշվարկել է եւ զուգահեռ դրա փորձում է Հայաստանի հետ խաղաղությունը օգտագործել նաեւ այն առումով, որ ել ավելի մեծ ներդրումներ ստանա գազի զարգացման ուղղությամբ եւ այդտեղ տեխնոլոգիաներ էլ կա, միայն զուտ գումարի հարց չէ։ Գազի տեխնոլոգիաները միայն արևմուտքում կա, Ադրբեջանը չունի այդ տեխնոլոգիաները։ 10-15 միլիարդով ուզում է աճեցնել խորանարդ մետրով այդտեղ ուրեմն արտադրությունը, բացի դրանից ուզում է մոտակա 4-5 տարվա ընթացքում 6-8 գիգավատ ժամ հոսանքով աճեցնել արտադրությունը, որը նաև կմատակարարի, որին պետք է ոչ միայն ներդրում
միտումներ, նկատի ունեմ արևային եւ քամու այդ էլեկտրոկայանների մեջ, այլ նաեւ պետք է որ դա որևէ մեկը գնի եւ այդ գնողը պետք է լինի նաեւ Եվրոպան, որտեղ որ հոսանքի գդերը շատ ավելի բարձր են, քան մեր տարածաշրջանում, այսինքն Ադրբեջանը այդտեղից էլ մեծ գումարներ կարող է աշխատել։ Եվ այդ ամենը հնարավոր է միայն եթե Հայաստանի հետ լինի խաղաղություն։ Այսինքն Եվրոպական միությունը այստեղ հարգելի այրեքներ մեր համար իրական խաղաղության այսպիսի գործոն է։ Մի կողմից գետնի վրա առաքելությունը աջակցում է Հայաստանի անվտանգությանը, մյուս կողմից Ադրբեջանի հետ հարաբերությունները ոչ թե Հայաստանին դեմ են կամ Հայաստանի համար խնդիր են, հակառակը դա դարձնում է Ադրբեջանը ել ավելի կանխատեսելի, ել ավելի հասկանալի, ել ավելի անվտանգ մեր համար եւ այս հարաբերություններում Եվրոպական միությունը օգտագործում է նաեւ իր հնարավորությունները եւ լծակները։ Եվ տեսեք, ինչքան սա օգտակար եւ կարեւոր գործընթաց է եւ միշտ այդտեղ փոխկապակցված է միջին միջանցքը, լոգիստիկ կապերը, տնտեսությունը, էներգետիկան, գազը, հոսանքը Հայաստանի հետ խաղաղության այդ տրամաբանության մեջ, ինչը շատ նաև մեր համար կարևոր է։ Բացի դրանից, իհարկե, այդ լոգիստիկ կապերի զարգացման ուղղությամբ եւ այլն, կարելի ասել, որ այդտեղ էլ TRIP ծրագրով Հայաստանը ապահովում է իհարկե իր ինքնիշխանությունը, միջազգային տրամաբանություն չկա, ինչը նաև սպասարկում է Հայաստանի շահերին։ Այս ամենով մենք տեսնում ենք, որ Եվրոպական միությունը այստեղ շատ կարևոր քաղաքականություն է վարում, որը Հայաստանի շահերին համապատասխանում է եւ օգնում է նաեւ Հայաստանը, որ կարողանա ամրապնդել իր դիրքերը այստեղ։ Կարծում եմ, որ այս վերլուծությունը հարգելի այրեքիցներ կարևոր էր եւ փորձեցի կարճ, բայց հստակ ուրեմն ներկայացնել ձեզ ստեղծված այս զարգացումը։ Շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար, չենք մոռանում անպայման լայքել այս վերլուծությունը, գրել ձեր մեկնաբանությունները, բաժանորդագրվել եւ միանալ ալիքին, դառնալ ալիքի անդամ, դրանով աջակցել ալիքի գործունեությանը։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ով դա արդեն արել են եւ սպասում եմ, որ դուք էլ կմիանաք ալիքին։ Շնորհակալություն, կհանդիպենք, ցտեսություն։